Վրաստանի նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի հետ։ Հատուկ ուշադրություն է դարձվել խաղաղության եւ կայուն զարգացման կարեւորության վրա։ Նշվել է Վրաստանի դերը հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման գործում։ Կողմերը խոսել են նաեւ աշխարհի առջեւ ծառացած մարտահրավերների շուրջ։ Ինչպես նշել է Միխայիլ Ղավելաշվիլին, Վրաստանի իշխանությունների կողմից ընտրված խաղաղության, կայունության եւ տնտեսական բարգավաճման վեկտորն անսասան է։ Հանդիպումից հետո նախագահը հիշարժան գրառում է թողել ՄԱԿ-ի պատվավոր հյուրերի գրքում։ ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Եվրոպական խորհրդի քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Կողմերը քննարկել են համագործակցության լայն շրջանակ եւ եւս մեկ անգամ ընդգծել Եվրոպական խորհրդի հետ սերտ համագործակցության կարեւորությունը։ Ուշադրությանը հրավիրվել երկրի ներկայիս ներքաղաքական իրավիճակի եւ Վրաստանում հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վրա։ Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։ ՄԱԿ-ը Բոջորշուին հանդիպել է նաև Բելարուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների համար առաջնահերթ հարցեր։ Ուշադրություն է դարձվել Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների բռնազավթմանն ու Վրաստանի տարածքային ամբողջականության աջակցության կարևորության հարցեր։ Արտաքին գործերի նախարարը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային վարչության ղեկավարի հետ եւս։ Ընդգծվել է Վրաստանի բռնագրաված տարածքներում ստեղծված իրավիճակը եւ Շվեյցարիայի որպես Ռուսաստանի հետ միջնորդի դերը։ Քննարկվել են հաջորդ տարի ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության առաջնահերթությունները։ Համալիր ու հետաքրքիր, այսպես է իշխող թիմը գնահատում Վրաստանի նախագահի ելույթը ՄԱԿ-ում։ Իսկ կառավարության ընդդիմախոսները քննադատում են Միխայիլ Ղավելաշվիլին եւ նրա շեշտադրումներն անվանում թույլ եւ ամոթալի։ Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահն իր ելույթը սկսել է պատմության մասին խոսելով։ Շեշտը դրվել է երկրի ազգային շահերի ազգային ինքնության ու խաղաղության պաշտպանության վրա։ Ինչպես նշել է նախագահն իր ելույթում, Վրաստանը միշտ աջակցել ու ակտիվորեն աշխատել է հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն ու երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Վրաստանի նախագահը կենտրոնացել է երկրի կողմից միջին միջանցքի զարգացման շրջանակներում նախաձեռնված ռազմավարական նշանակության նախագծերի վրա։ Միխայիլ Ղավելաշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից դիմել է Աբխազիայի եւ այսպես կոչված հարավային Օսիայի բնակչությանը։ Ելույթի ժամանակ շեշտը դրվել է գլոբալ մարտահրավերների, Ուկրաինայի պատերազմի հետևանքների ու Վրաստանի տարածաշրջանային դերի վրա։ Միխայիլ Ղավելաշվիլին որպես երկրի նպատակ է նշել Ամերիկայի, Չինաստանի եւ Եվրամիության հետ կառուցողական հարաբերությունների զարգացումը։ Եվրոպական խորհրդում Եվրամիության պատվիրակությունը հայտարարություն է տարածել Վրաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը մտահոգված է երկրում մարդու իրավունքների իրավիճակով եւ Վրաստանում շարունակվող ժողովրդավարական նահանջով, կոչ անելով Վրաստանի իշխանություններին աջակցել վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին ու երկրի եվրոպական ինտեգրման ուղուն։ Հայտարարության մեջ հիշատակվում են ձերբակալված ցուցարարները եւ ուժի չափազանց կիրառումը։ Պատվիրակությունը նաեւ ափսոսանք է հայտնում, որ իշխանությունները ժամանակին չեն հրավիրել ԵԱՀԿ ժահմիկին ընտրությունները դիտարկելու համար։ Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մնացել են հաշված օրեր։ Ընդդիմության մի մասը պատրաստվում է ընտրությունների միջոցով փոխելու իշխանությունը, իսկ մյուս մասը հայտարարում է հեղափոխական փոփոխությունների եւ կառավարության խաղաղ տապալման մասին։ ԼԼ կուսակցության անդամները նույնպես պլանավորում են հոկտեմբերի 4-ի ընտրություններից հետո այցելել Ռուսթավելի Բողոտա, սակայն նրանք տեղյակ չեն այն մանրամասներին, թե ինչի նկատի ունի ազգային շարժումը տապալու մասելով։ Իսկ Գախարյան հանուն Վրաստանից նշում են, որ իրենց արմատականացման ու արճակատման կողմնակիցներ չեն։ Ինչ վերաբերում է իշխող թիմին, ապա վրացական երազանքը կոչ է անում իր ընդդիմախոսներին գործել օրենքի սահմաններում։ Վրաստանի Շիդա քարտելի ոստիկանության վարչության աշխատակիցները ձերբակալել են նախկինում դատապարտված անձի ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով։ Հանցագործությունը նախատեսում է մոտ 20 տարի ժամկետով ազատազրկում։ Հետաքննությունը պարզել է, որ հանցագործության մեջ մեղադրվող անձը անցյալում ունեցած տարաձայնության հիման վրա սարազենքով վնասվածքներ է հասցրել նախկին կնոջ կրծքապանդակին, որից հետո փորձել է այրել նրան բենզին լցնելով։ Միջադեպից հետո ենթադրյալ հանցագործը փախել է դեպքի վայրից։ Վիրավոր կինը գտնվում է կլինիկայում։
2025 թվականի հոկտեմբերի 4-ին կանցկացվի քաղաքապետարանի մարմինների ընտրություններ։ Այս օրը Վրաստանի քաղաքացիները կընտրեն 5 ինքնակառավարվող քաղաքների եւ 59 ինքնակառավարվող համայնքների քաղաքապետեր, Թբիլիսիի եւ 63 քաղաքային խորհրդի անդամներ։ Ընտրողների գրեթե 90%-ը կրկին կքվեարկի օգտագործելով ընտրական տեխնոլոգիաները։ Ընտրատեղամասում ընտրողը կստանա 1 քվեաթերթիկ, որը բաժանված կլինի 3 սյուների։ Ընտրողը պետք է գունավորի իր ընտրությունը համապատասխան սյունակում միայն 1 ընտրական սուբյեկտի առջև գտնվող շրջանագծի ներքին տարածությունը։ Արի ընտրությունների։ Կատարիր ընտրություն։ Քո ձայնը կարևոր է։ ԿԸՀ ընտրությունները ընդհանուր գործ է։